Ներկապահին մեր ընտրանին սերնդափոխության գործընթացի վերջին փուլի վրա է կանգնած։ Արոյանը հավաքական չի գալիս։ Լուկասը ազգայինում կարիերան ավարտեց։ Ցավոք Տիկոին, Կամոյին ու Թաշյանին չի մնացել մրցելույթները շարունակելու երկար ժամանակ։ Այո, Սպերցյանը, Բիչախչյանը, Նաիրը եւ Իվուն կշարունակեն հանդիսանալ հավաքականի կորիզ, երիտասարդներին կօգնեն քայլ առաջ կատարելու եւ ավելի առանցքային ստատուս ձեռք բերելու համար։ Սակայն այստեղ շատ բան է կախված հենց իրենցից, երիտասարդ ֆուտբոլիստներից։ Հիմա ամենաթիրախային ժամանակն է, ամենաակտուալ պահն է, որպեսզի դուք թե հոգեբանական առումով, թե խաղային համատեքստում որակական նոր մակարդակի վրա դուրս գաք, ցուցաբերեք լիդերի որակներ, ձեր կամային հատկանիշները ուժեղացնեք եւ կարեւորության կշիռը ել ավելի բարձրացնեք։ Հիմա մեզ եղանակ ստեղծող նոր կադրեր են հարկավոր, ովքեր չեն ընկրկի դժվարություններից, չեն խուսափի պատասխանատվությունից, իրենց ուսերի վրա կտանեն այդ ծանր բեռը, աչքի կընկնեն ոչ ստանդարտ գործողություններով, չեն քաշվի խաղը իրենց վրա վերցնելու հանդուգն պատասխանատվությունից եւ հենց թիմակիցների աչքերում նրանց գիտակցության մեջ կդառնան այս ճանապարհը հաղթահարած իսկական օրինակ, կերպարանափոխման վառ ապացույց։ Սա իրոք կոչված է լինել այնպիսի մարտահրավեր, որը խոսքիս ամենալայն իմաստով կարող է եւ պետք է մոտիվացնի ձեզ։